երեկո հարգելի գործընկերներ, սկսում ենք UEFA Եվրոպա լիգայի play-off-ի Պակաստան, Արմենիա, Ունիվերսիտետիա Քրայովա հանդիպման նախ խաղային ամենասուրիսը Միշել Այվազյանի և խաղամարշի Մr. Մանուել Բուկայի հետ։ Սկզբից հարցերը Միշելին և ճանապարհենք նրան հանդերձարան, պատրաստվել է ունեն մարզմանը, սկսենք մենք այս հարցերով։ Ժառոկյան, Միշել, քո նախկին մարզիչ Արմենիա Վարդան Մինասյանն էր, ինչ փոփոխություններ ես տեսնում Վարդան Մինասյանի ժամանակ Միշել Այվազյանի, Միշել Այվազյանի և այսօրվա Միշել Այվազյանի մեջ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ համար։ Կասեմ, որ երկու տարի առաջ չուներ այդքան ինչ ունի, ու կարելի է մեծ դեր ունեցավ Բրկամայում, այնտեղ շատ խաղային ժամանակ ստացա, կարծում հիմա ավելի ֆիզիկատեսն պատրաստ, ավելի հոգեբանորեն է պատրաստ, մնացածը դեպքն տեսնում է դեր։ Միշել սա երևի քո կարիերայի ամենակարևոր խաղերից մեկն է, որը նոր ապագայացնում ինչպես քո, այնպես էլ թիմի առջև։ Նախ խնդրեմ տրամադրությունների մասին խոսես թիմային տրամադրության և ինքդ ինչպես ես պատրաստվում։ Կասեմ, որ թիմը շատ լավ է պատրաստված, թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն, բոլորս էլ դիտակցում ենք, թե ինչ կարևոր խաղ է մեր թիմի համար, մեր ազգի համար, բոլորս նաև ես անելու ենք ամեն ինչ դրաշտում, որպեսզի կարողանանք բոլորով կերտենք պատմություն։ Միշել ձեզ հաջողություն խաղում, արդեն մի քանի հանդիպում եք անցկացրել դիպակտորությամբ և իհարկե շատ մարզումներ, կա այնպիսի բան, որը հենց նրանից եք սովորել։ Շնորհակալ եմ շատ, կան լիքը բաներ, որ սովորել եմ իստարից, շատ խաղային դրվագներ կան, որ առաջ չէի անում, որ տեսած, բայց հիմա շատ բաներ է դրաշտում միստերի շնորհիվ և բոլոր մնացած մարզիչների շնորհիվ ավելի հստակ եմ սկսել անել։ Անում էի այն ժամանակ, բայց չէի անում ես ոնց որ հիմա ու գնալով ավելի եմ կատարելագործում, կարծում եմ և դեռ շատ տեղ ունեմ կատարելագործելու։ Այլ հարցեր։ Ես գնալով միքրոֆոնը խոսանցս փոխ անցած։ Չէ, փոխ դեպի շավիկով քեզանից ցած։ Ուղղակի պրիբունային չկարող։ Հայկ Ծադրյան, Հայկ Մեդիա, Միշել ջան, նկատած կլինես, որ Արարատ Արմենիայի գրեթե յուրաքանչյուր ցավից հետո եւ սպորտային մեդիայի ներկայացուցիչները եւ մարզիչը ինքնին դրական խոսքեր են քո մասին ասում։ Նման պայմաններում այդքան ականջին հաճելի խոսքեր լսելուց ինչն է ստիպում դեր շարունակել, պայքարել, չտրվել այդ հաճելի խոսքերին ու գնալ այն նպատակի հետևից և եթե նպատակը կամ երազանքը ֆուտբոլը սպորտային կա, որն է։ Կարծում եմ այդ խոսքերը շատ հաճելի են, շատ գնահատում եմ ու շատ շնորհակալ եմ, որ ինձ հավատում են, որ ինձ այդքան սիրում են, բայց դրանով վերցնել ու հաջորդ օրը չգալ պարապմունքի, չանել քո մաքսիմումը, կարծում եմ դա շատ սխալ կլինի իմ կողմից, որտեղ ես ունեմ մեծ նպատակներ, մեծ երազանքներ, որի հետևից ես գնում եմ, ոչ թե ուղղակի գնում եմ, այլ դրա համար տանում եմ աշխատանք, ամեն օր նվիրվում եմ մաքսիմում, աշխատում եմ առանձին և նպատակն է խաղալ ազգային հավաքականում և գնալ Եվրոպա։ Մերսի, վերջին հարցերը և Միշելի ճանապարհենք Արման ջան։ Միշել, ես նույնպես հաջողություն եմ մաղթում վաղվա համար։ Առաջին հայացքից բավականին նմանություններ կան խաղային առումով ձեր և Արմեն Համբարձումյանի միջև, դիրքային տեսանկյունից որոշումներ կայացնելու և այլն։ Արդյոք մարզումներին առանձնահատուկ իրեն ուշադրություն դարձնում եք, ինչպես են աշխատում կամ այլ բանի նաև կապված։ Ես երբ նոր եմ շանս ստանում բարձրագույն լիգա խաղայի Արարատ Արմենիայում, Պարապեի հետ, Արմենը շատ են կողքին եղել, շատ են ծորքնել ու ես ամեն պարապմունքին ամեն խաղին իրանից շատ բան եմ սովորել, իրանից շատ բան եմ տեսել, ինձ թվում է դրա համար կան նմանություններ տարբեր համերգի։ Շնորհակալություն, շարունակենք արդեն Բուկայի հետ։ Մերսի շատ։ Յուրաքանչյուր ֆուտբոլացի պետք է իմանա այս քարտի մասին։
Agba Digital հավելվածով կարող եք պատվիրել հատուկ ֆուտբոլասերների համար նախատեսված Mastercard UEFA Champions League card, որով վճարումներ կատարելիս կկուտակեք միավորներ, որոնք էլ կարող եք հետագայում փոխանակել նվերների հետ UEFA-ի պաշտոնական on-line խանութում։ Ես արդեն սկսել եմ կուտակել միավորներ։ Հերթը քոնն է։ Պատվիրիր քարտը հենց հիմա Agba Digital հավելվածով։ Էրիկ Վարդանյանը Արմենիան լիգ նախորդ խաղում առաջնության Արմենիա Սարդարապատ խաղում կատարել էիք մեծ ռոտացիա, ինչ վիճակում են գտնվում թիմի ֆուտբոլիստները հիմա, արդյոք ամբողջությամբ պատրաստ են վաղվա խաղին ֆիզիկական առումով եւ եթե կարելի է, արդյոք մարզիչը կարող է ասել ինչ վիճակում են գտնվում վնասված ստացած ֆուտբոլիստները եւ արդյոք պատրաստ կլինեն գալ։ Ha sido mucha rotación y la pregunta es cómo está el equipo físicamente, los jugadores titular y cómo están los jugadores que están lesionados ahora. Շատ լավ է ֆուտբոլիստները մարզվում բավական մեծ ինտենսիվությամբ. Claro, nosotros tenemos como preparación para los partidos, tenemos casi dos equipos que están jugando partidos distintos, pero la base así siempre. Ընդհանրապես մրցաշրջանի այս հատվածում մենք խաղում ենք երկու կազմերով, մենք առաջնության համար, մյուսը երբակալատային խաղերի համար, բայց միշտ չէ որ այդպես է լինելու։ Prácticamente la equipa que jugó la otra semana en Craiova prácticamente no los usamos en el partido de liga. Այն թիմը, որը խաղաց Կրայովայում, հիմնականում այդ ֆուտբոլիստները չխաղացի Սարդարապատի դեմ, Lo importante de un entrenador, de un equipo que juega a este nivel, es tener todos los jugadores preparados para el partido, no solamente físico, no solamente por recuperación física, pero también por intención y convencimiento que es un partido difícil, un partido que puede marcar historia para nosotros y para el país, y lo tenemos que jugar con unas ganas distintas, diferentes. բայց մարզչի համար ամենակարևորն այն է, որ նա միշտ իմանա, որ բոլոր ֆուտբոլիստները հետազոտակի պատրաստ են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, որովհետև մենք հիմա շատ կարևոր խաղի շրջան ենք, կարող են բարդություններ լինել, բայց այնուհետև պետք է իմանան, որ յուրաքանչյուր բայ կարող է մտնել դաշտ եւ օգնել թիմին, պետք է թիմը կրկնակի երակի մոտիվացված խաղը առաջիկա անցնի։ Դիտմակայության առաջին հանդիպման ժամանակ Տուլետան տրիբունայից էր, այսպես ասած, կառավարում հանդիպումը, ըստ նրա որն էր ավելի հեշտ կառավարել եւ կարողացավ ըստ նրա կառավարել հանդիպումը, քանի որ ավարտվեց 1-1 հաշվով, բայց մենք սովոր ենք տեսնել, որ եթե առաջին խաղակեսում թիմը լավ չի խաղում, այսպես ասած, երկրորդ խաղակեսում լրիվ կերպարանափոխված է հանդիպումը անցկացնում, բայց այդ հանդիպումը նորություն կրկնում ավարտվեց 1-1 հաշվով։ Ուզում եմ հասկանալ նրան հաջողվեց կառավարել հանդիպումը տրիբունայից թե ոչ։ Մենք իմ partido ante Craiova no está sucedido, eso cuanto era difícil y has podido controlar el partido, tener efecto. Bueno, para mí no es normal, no es normal me quedar en la grada, no me siento confortable quedar afuera del espacio de intervención. Բնականաբարից համար շատ հարմար չէ լինել տրիբունայում, դա հարմարավետության գոտի չէ։ Pero nosotros también sabemos que los entrenadores tienen puntos de intervención fulcrales en el juego y en la preparación, porque nosotros cuando transmitimos una identidad, cuando transmitimos una idea de juego, la preparamos durante la semana. Los jugadores tienen que saber entrar en el campo y cada uno tiene que saber lo que hace. Իմ ազդեցությունը միայն խաղի ժամանակ չէ, մենք
մի ամբողջ շաբաթ պատրաստվում ենք խաղին, բոլորը գիտեն իրենց անելիքը, թիմը ունի ինքնությունը, խաղային, եւ դա օգնում է նաև այն իրավիճակներում, երբ El otro punto de intervención es cuando es intervalo, porque en el intervalo podemos escoger o regañar a los jugadores o informarlos de lo que está pasando y lo que queremos cambiar en nuestro juego y en nuestro juego ofensivo y lo que podemos cambiar en nuestro posicionamiento defensivo. Eso también es la clave de intervención para la equipa a favor del entrenador. La otra es cuando hacemos cambios. Nosotros cuando hacemos cambios damos señal a la equipa si queremos atacar o queremos defender. Eso es importante y mis jugadores y mi staff saben cuáles son las ideas, saben cuáles son las reglas. Cuando estás afuera tiene que ser por móvil, más distinto, tarda un poquito más a que las cosas se hagan, pero nuestro staff trabaja y tiene todo en conjunto y tiene toda la información necesaria para impedir. Կարողանում ենք տարատեսակ միջոցներով մեր գաղափարները, մեր մտքերը հասցնել ֆուտբոլիստներին, հնարավոր է այսպիսի իրավիճակում մի փոքր դանդաղ լինի, մի քանի րոպե տարբերություն լինի, բայց ամեն դեպքում մեր մտքերը հասցրեցինք նրանց, նաև փոփոխությունները, որ կատարեցինք, դա այն մեսիջներն էին, այն հաղորդակցություններն էին, թե ինչ է պետք փոխել թիմի խաղում, թե պաշտպանությունում, թե արձակման գծում, մարզչական շտաբն էլ շատ լավ աշխատանք կատարեց։ Это что вообще? А вот у него հաջողություն եք մարդում, բավարարում, սայց առաջին խաղում եք տեսնակ, որ արագանում են մրցակցից արագի։ Մեր դեպս ֆիզիկապես նաև մրցակիցի իրազանցում են, բայց մեր թիմը արագի երկուտակով էլ ավելի լավ գործողություններ կարողանում իրականացնել։ Ինձ հետաքրքիր է մրցակից երկու դրական կողմ է տեսել, մարզի դրական կողմ է տեսել մրցակցի մեջ ու առաջին խաղում ենք հատկապես ինչի շնորհիվ կարող ենք անել։ Nel primo partito hemos visto que Arad Almería era más rápido que el oponente, especialmente con balón. Pero la pregunta es, ¿qué puntos fuertes tiene el oponente y cómo podemos ganar? Sí, yo diría que los puntos más difíciles de controlar de nuestros oponentes son que ejercen una presión alta sobre nuestros jugadores de construcción. Կարող ասեմ, որ ամենաբարձր մեզ համար տվյալ մրցակցությունները դրանք բարձր պրեսինգով էին դիմավորում մեզ, երբ փորձում ենք իրոք կառուցել։ Entonces, nuestra equipa y los jugadores que permanecen en una estructura más fixa de construcción de juego, que son los centrales, los dos medios y los laterales, tienen que tener muy buen posicionamiento para que cuando nos tapan los espacios de dentro nos consigamos encontrar por afuera ventaja en espacio, ventaja en numérica. Por ahí yo creo las grandes ventajas que tiene el Craiova es eso y la capacidad física que tienen sus jugadores, sus medios y sus jugadores delante. Pues son jugadores no solo físicos de correr muy rápido y también de cuerpo, de intervención corporal con nuestros jugadores. Cuando hay ese tipo de jugador, que necesita contacto, nosotros tenemos que ser más rápidos a ver eso y a salir mucho más rápido de esas situaciones. Yo creo que nosotros tenemos ese tipo de jugadores para poder jugar. Ashfaqnելով հենց մրցակցի այդ բարձր պրեսինգը թիմից պահանջել են, որ առաջիկա խաղում պրեսինգը հաղթահարելու ժամանակ բոլորի դիրքերը շատ ճիշտ լինեն, շատ հստակ լինեն, որպեսզի կարողանանք գնդակով ավելի լավ դուրս գալ պաշտպանությունից, մրցակցի ուժեղ կողմը ֆիզիկապես ուժեղ լինելն է, ֆիզիկապես ուժեղ ոչ թե արագության տեսանկյունից, այլ մենապայքարներում նրանք իսկապես շատ ուժեղ են եւ մենք պետք է այնպես անենք, որ այդ ֆիզիկական կոնտակտներից արագության շնորհիվ փորձենք խուսափել, ավելի արագ մտածենք ու ավելի արագ գործենք կաներ։ Yo creo que ofensivamente tenemos una equipa por banda, por juego de afuera, por los corredores laterales, que tienen buenas dinámicas, que tienen la intervención del central que conduce mucho para fixar y luego tiene el extremo que anda muchas veces por dentro y nos crea grupos.
pero y solo conseguimos hacer bien el primer partido y tapar esa janela de oportunidad que tiene el oponente. Նրանց ուժեղ կողմերից մեկը նաև եզերում շատ լավ, շատ արագ, շատ կազմակերպված խաղն է, առաջին հանդիպմանն են տեսանք, բայց այդ տեսանկյունից մեր թիմի աշխատանքից գոհ եմ, որովհետև հիմնականում կարողացանք փակել եզրերը, բայց առաջիկա խաղում պետք է նաև օգտագործենք այդպիսի իրավիճակներով նաև մասնակցի ազատ գոտիները թիմում։ Շնորհակալ եմ Մարիանա, միկրոֆոն փոխանցելու համար։ Շահորձանություն շահույթային նման խաղերում խոսում է ոչ միայն տակտիկայի, այլ նաև հոգեբանության մասին, ինչպես է ֆուտբոլիստներին պատրաստում այն մտքին, որ մեկ սխալը կարող է վճռորոշ դեր խաղալ դիմակայության երգի վրա, մանավանդ որ այս խաղը կարող է պատմական նշանակություն ունենալ հայկական ֆուտբոլի։ El partido es importante no solo tácticamente, sino mentalmente. ¿Cómo preparas al equipo en ese sentido, teniendo en cuenta que el encuentro es histórico, porque un error puede costar mucho? Esa es una buenísima pregunta. Pero yo cuando llegué aquí dije que quería un estilo de juego, quería una identidad, quería jugadores con hambre de tener suceso. Nosotros logramos vencer el campeonato justamente. Ես երբ եկա, առաջին բանը որ արեցի թիմին մեծ հոգեբանորը կոնտրաստելն էր, որպեսզի նրանք միշտ հաղթանակի կարծ ունենան եւ դրա առավելությունն էր, որ մենք դարձանք Հայաստանի չեմպիոն։ Y entonces, consecuencia de ganarnos el partido es la oportunidad de jugar en Europa. Y creo que el club ha hecho un buen esfuerzo esta temporada para tener una equipa competitiva que tiene por cada posición dos jugadores que nosotros confiamos. Entonces se genera una competitividad interna que nos permite ir a estos juegos y saber que vamos a competir con ellos. Podemos ganar o no, pero sabemos que estamos preparados para competir. Y eso es verdad lo que dices. Eso no tiene a ver solo con talento, tiene a ver con actitud y compartimental. Եվ չեմպիոնության դրական հետևանքն այն էր, որ հիմա մենք տեսնում ենք ավելի լավ թիմ Եվրոպայում, իսկ դուր է գալիս այն, որ մենք ունենք յուրաքանչյուր դիրքում երկու ֆուտբոլիստ եւ նրանք շատ ուժեղ պայքարում են այդ մեկ դիրքի համար, կապ չունի մենք լավ խաղանք թե վատ, կհաղթենք թե ոչ, բայց ես վստահ եմ, որ մենք կխաղանք քրտնաջան աշխատանքով, նվիրվածությամբ ու երբեմն տաղանդը ամենակարևորը չէ, երբեմն ամենակարևորը մոտեցումն է ու ոգեբանությունը, այդ առումով կարծում եմ թիմը շատ մրցունակ է։ Y esa es una buena pregunta, no solamente para mi equipa, pero para toda Armenia y para todos los equipos que quieren competir, que quieren que sus jugadores consigan después jugar a un buen nivel y cuando van a la selección nacional también compito a un gran nivel para poder ganar partidos. Ձեր տված հարցը, բացացած հարցադրումը շատ լավն ու շատ կարևոր է ոչ միայն մեր թիմի համար, այլ հայկական ֆուտբոլի համար, մյուս հայկական թիմերի համար եւ այլ ֆուտբոլիստների համար, որոնք նպատակ ունեն գնալ Եվրոպա ու պայքարում են ազգային հավաքականում խաղալու համար։ Մարիան չհամեցիք, մենք էլ հաջորդը ասումս։ Լիման կարելի է ասել երկու խաղում փրկել է թիմի պարտությունից, մեկը Ռիգայի հետ պատասխան խաղում, մեկը Շենրոկի հետ պատասխան խաղում, որքանով է թիմի խաղը կախված Լիմայից եւ վստահ եմ, որ մրցակիցը ուսումնասիրել է նրա խաղը եւ հատուկ պաշտպանություն կկիրառի նրա նկատմամբ, որքանով դա կվնասի մեր խաղին եւ ով կստանձնի նրա դերը, եթե ստացվի պաշտպանել շատ լավ նրա դերը։ Santorino, podemos decir que salvo al equipo en dos partidos, primero la Riga con su gol y contra el Shamrock con su gol. Cuánto el equipo depende de él y si hay un plan B, si el oponente analiza mucho su juego y hace un trabajo anti-Lima. Hay un jugador que puede hacerte su trabajo.
Sí, nosotros confiamos en los tres jugadores que tenemos para adelante, pero nosotros cuando avaliamos equipas y cuando avaliamos jugadores individualmente, tenemos que saber la consistencia que tiene cada uno y sus características. Entonces, nosotros hablamos de un jugador que jugó en varias partes del mundo con suceso. Es un jugador con una edad avanzada, pero es un jugador que se cuida profesional. Y cuando lo traemos acá a la Armenia, muchas veces se crea duda por el jugador tener 35 años, pero no. El jugador es un jugador que se cuida, que se prepara bien. Y nos ayudó en esos partidos que dices, pero también nos ayudó en los partidos de aquí de casa, que ganamos todos los partidos que hicimos en casa. Pero él no juega solo. Ese es un trabajo de equipa, es un juego de equipa. Él tiene que conectar bien con nuestros jugadores, con los extremos que tenemos. En primera fase de playoff de Champions, jugamos con Giro y con Artur. Son dos jugadores que se conocen bien, pero no conocían tan bien a Sandro. Pero ahora se torna más fácil con el tiempo haber una actividad distinta, más productiva. Մենք 3 կենտրոնական արձակում ունենք Պոշտինում եւ 3-ին էլ վստահում ենք, բայց Սանդրոն այն ֆուտբոլիստը, որը դրանից ամենակայունն է, նա խաղացել է աշխարհի տարբեր մասերում եւ ունեցել է հաջողություն, խոսում ենք մի ֆուտբոլիստի մասին, որը 35 տարեկան է, բայց ինձ ամենաշատը նրա մեջ հիացնում է, թե ինչպես է ինքն իրեն խնամում, ինչպես է կենտրոնանում իր սննդակարգի վրա, ինչպես է կենտրոնանում իր ֆիզիկական պատրաստվածության վրա, որովհետև իր վերաբերում ենք նրա, շատերը կասկածներ ունեն նրա խաղի, խաղամակարգի վերաբերյալ, որովհետև 35 տարեկան է, բայց նա այնքան պատրաստված է ու այնքան կայուն է, որ շատ լավ ֆուտբոլիստ է ու նաև շատ կարևոր է, որ նա կարողանում է լավ համագործակցել իր թիմակիցների հետ, նախկինում ենք շեշտում ենք վինգերների եզրային արձակողների վրա, Շահբյանի և Սերոպյանի, բայց Լիմայի գալով մեր արձակումը շատ է ուժեղացել ու նա այդ եզրային արձակողների հետ շատ լավ համագործակցում։ Y después también en muchos partidos, primeramente quisiéramos tener solidez, un poco solidez en el medio campo, jugamos con 3 medios más intensos en la hora de defender o de recuperar, pero ahora en el último partido jugó Benny, que es quase un segundo punta, es un 10 con características ofensivas, todo eso después tiene bastante influencia en la productividad de la avanzada. Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ սա թիմային աշխատանքի արդյունք է, Լիմայի գոլերն էլ ծնվել են այս թիմային խաղի շնորհիվ, իդեպ Լիման նաև տնային խաղերում շատ լավ հանդես եկել, կարևոր է կիսապաշտպանության 5 օրերից 2 գոլ Օլիվերան Մեդաշ ավելի հարձակողական է սկսում գործել եւ դրանից փոխվում է ամբողջ հարձակման գծի խաղը, այնպես որ այո Լիման շատ լավն է, բայց նաև լավն է ընդհանուր թիմային աշխատանքը, մենք հույսի դնում ենք թիմային աշխատանքը։ Y un día que no pueda jugar Sandro, tenemos a Badu, tenemos a Eloia, son jugadores diferentes, pero en que confiamos y que la época pasada nos ayudaron a ganar el campeonato. Portanto, no nos olvidamos de lo que pasó y de lo que hicieron. Nosotros confiamos en esos jugadores también. Եթե Լիմային փակեն վնասազերծը, մենք այդ դեպքում ունենք Նատուրին եւ Էլոյանին, տարբեր հատկանիշներ ունեցող հարձակողներ են, բայց եկեք չմոռանանք, որ նրանց հետ մենք դարձանք Հայաստանի չեմպիոն եւ ես ամբողջությամբ վստահ եմ։ Ունենք ինչ ժամանակ Սուրեն Հայկ Վարդարակարակի մեջ ընտրում։ Okay, Հայկ Ճնդու ու Հայկ Ճնդու, միս միքրոֆոնը։ Տուլիպա, վաղվա հանդիպումը շատ կարևոր է եւ ձեզ առաջին հերթին հաջողություն եմ մաղթում, կարծում եմ, որ Արարատ Արմենիայի հենց այս կազմը, հենց ձեր որակների շնորհիվ վաղը կարող է հայկական ֆուտբոլի համար պատմական արդյունք գնացել ու որակավորում ունենալ Եվրոպայի լիգայում եւ հիմա հարցը կա, որոշ մարզություններ կարևոր խաղերից առաջ
որոշակի ռիտուալներ ունեն, եթե ճիշտ եմ հիշում, ժամանակին դուք աչքով շապիկ էիք հագում, կարծես թե թալիսմանը ուներ, վաղվա հանդիպմանը նախապատրաստվելիս ինչ որ ռիտուալներ ունեք, հաշվի առնելով խաղի կարևորությունը։ Ես ասեցի Արցախը մեզ խաղ չկա, դա Tengo mucha suerte por el partido de mañana, que es muy importante y creo que el equipo va a ganar por su talento y características como entrenador. Y la pregunta es sobre cómo has preparado el equipo en el sentido de las tendencias que, por ejemplo, tú has tenido una camisa con ojo. Hay un ritual así por mañana. Y en el último partido ha dicho una cosa que para mí es muy importante. Nosotros, cuando tenemos una energía buena que funciona, no tenemos por qué quebrar esa energía. ¿Okay? Si yo me largo bien contigo a trabajar, me voy a enfadar si lo echa mal, porque nosotros combinamos bien, tenemos una buena energía. Yo acredito mucho en eso. En que todos los momentos que nosotros podamos estar saludables, felices, es una buena vibra para el equipo. Գլխավոր թալիսմանը, եթե կարելի է այդպես ասել, վաղվա խաղի համար դրական էներգիան է, որ ունի թիմը, որը կհանդերձարանում, մենք բոլորս իրար հետ շատ հարաբերություններ ունենք ու ուզում ենք այդ տրամադրությունը, այդ էներգիան փոխանցել մեր խաղին ու մինչև հիմա դա մեզ հաջողություններ է բերել եւ վստահ եմ որ լավն է բերել։ Por eso se mi camisa de como el urso aquí, 29 partidos, porque ganamos, no la quité. 29 խաղի ընթացքում ես այդ շապիկը կրել եմ եւ չենք պարտվում, պատճառ չունեի փոխելու։ Ahora está un poco más vieja, más usada. Dice que quieres llevar mañana eso. Bueno, puede ser, puede ser. Chicas, conseguimos, conquistamos. Yo corto la barba y él también. Մարտը հարավեր ունի մազի չէ, ասում է, եթե վաղ հաղթենք, ինքը և դուք սապրվել եք։ Porque dice que le preguntó, ¿por qué tú la usas así? ¿Porque te gusta? ¿Porque te da algo, no? Որովհետև օրինակ դա քեզ ինչ որ հաջողություն բերում է այդ մորուքը որ կերում ես կամ քեզ դուր է գալիս օրակի A mí es igual con la camiseta. Դրա համար էլ աղջիկի մասին հարցեր մի դուրս ակորդ։ Պարոն Ֆիլիպը նախ միտքուն հարցից անցնելը ուզում եմ ձեզ հաջողություն մաղթել, որովհետև հայկական ակումբային ֆուտբոլի համար վաղը կարող է իսկապես պատմական օր լինել։ Suerte porque el partido de mañana puede ser histórico para el fútbol armenio. Մենք խոսում ենք, թե ինչքան կարևոր է, որ Արևմտյան խաղալիգայի փուլում, բայց ես կուզենայի իմանալ, թե անձնապես իր համար ինչ կարևորություն, նշանակություն ունի վաղվա խաղում հաղթելը եւ ինչու ոչ մասնագիտական աճ ունենալ։ Todos sabemos que para el Armenio es importantísimo jugar en la Europa League. La pregunta es para usted, para tú, ¿cómo importante eso, teniendo en cuenta que es un desarrollo de carrera? Sí, mira, me gusta mucho soñar. Ya le he comentado aquí que soñar todavía no pagamos taxis por soñar. Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ես շատ եմ սիրում երազել ու երազելը այն բանն է, որի համար մենք հարկ չենք վճարում։ Pero nosotros sabemos de la importancia que esto tiene para el país futbolista, porque hay mucha gente que le gusta de fútbol, pero el fútbol no es más una actividad deportiva. Մինչև իմ մասին մտածելը առաջին հերթին ես մտածում եմ, որ վաղվա հաղթանակը հնարավոր հաջողությունը շատ կարևոր է Հայաստանի համար եւ հայ երկրպագուի համար
ու ես հասկացել եմ, որ այստեղ ֆուտբոլը պարզապես սպորտային ժամանց չէ։ El fútbol es un negocio que permite a mucha gente vivir de eso. Los jugadores, los entrenadores, la organización del club, el staff médico, todo alrededor, la parte que no es visible tiene una importancia muy grande y nosotros sabemos que mañana vamos a desempeñar una función grande para que la gente se convenza que aquí, en este país, hay muchas condiciones para mejorar este negocio, muchas. Pero es necesario que las personas de aquí también quieran mejorar. Eso es importante, mucho importante para mí. Ֆուտբոլը մի երևույթ է, որով ապրում են ֆուտբոլի հետ կապված բոլոր մարդիկ, թե երկրպագուները, թե մարզիչները, թե ֆուտբոլիստները, ակումբի աշխատակիցները, բժշկական անձնակազմը։ Ու ինձ համար ամենակարևորն այն է, որ վաղվա հաղթանակով մենք ցույց տանք, որ այս երկրում ֆուտբոլը աճելու, զարգանալու շատ մեծ տեղ ունի եւ հնարավոր է բարելավել։ Այդ գաղափարը ինձ համար ամենակարևորն է վաղվա խաղից առաջ։ Շնորհակալություն։ Մի րոպե ունենք արդեն հանձնանը, ինձ որ ժողովրդյան միանգամից իջնենք եկին։ Ստեսություն։ Ճիշտ արեց։